Դանիելը գրել էր մի մարգարեություն, որն այնքան վտանգավոր էր, որ հենց Հիսուս Քրիստոսն է այն անունով մեջբերել եւ դրան հաջորդել է ամբողջ Աստվածաշնչում ամենասարսափելի փրկության հրահանգը։ Հիսուսը իր աշակերտներին ասաց, որ հետևեն Դանիել մարգարեի կողմից տրված մեկ հատուկ նշանի։ Երբ տեսնեք այդ նշանը, մի վերադարձեք տուն, մի նեսեք ձեր վերարկուն, մի կանգնեք որևէ բան հավաքելու համար, մի հապադեք, վազեք եւ պատմության մեջ են միակ խումբը, որ հնազանդվեց այդ հրահանգին, փրկվեց։ Բոլոր նրանք, ովքեր անտեսեցին այդ հրահանգը, ավելի քան 1 միլիոն մարդ մահացան հնագույն աշխարհի երբևէ տեսած ամենակործանարար պաշարման ժամանակ։ Ինչ էր տեսել Դանիելը։ Կկարողանաս ճանաչել այդ նշանը, եթե այն հայտնվի այսօր։ Դանիելի գրքի 10-րդ գլխում մարգարեն 3 շաբաթ շարունակ աղոթում եւ ծոմ էր պահում, սպասելով, որ Աստված խոսի իր հետ։ 3 ամբողջական շաբաթ լռություն։ Եվ հետո հայտնվեց հրեշտակային մի պատգամաբեր ու ասաց մի բան, որը պետք է յուրաքանչյուր ընթերցողից ստիպի կանգ առնել։ Քանի որ հենց առաջին օրվանից, երբ սկսեցիր աղոթել հասկանալու համար եւ խոնարհվեցիր Աստծո առաջ, քո խնդրանքը լսվեց երկնքում։ Ես եկել եմ պատասխանելու քո աղոթքին, բայց 21 օր Պարսկաստանի թագավորության հոգևոր իշխանը արգելափակեց իմ ճանապարհը։ Այն ժամանակ Միքայելը, գլխավոր իշխաններից մեկը, եկավ ինձ օգնության։ Կարդա դա ուշադի։ Հրեշտակ, որը ուղարկվել էր անմիջապես Աստծո գահից մարգարեի աղոթքին պատասխան բերելու համար, ֆիզիկապես կանգնեցվել եւ պահվել է տեղում 21 օր տարածքային մի դևի կողմից։ Ոչ թե ցածր մակարդակի ոգի, ոչ թե աննշան չար ոգի, այլ իշխանություն հոգևոր ոլորտում իշխող էակ։ Պարսկական կայսրությունը կառավարող չար ոգին այնքան հզոր էր, որ կարողացավ 3 ամբողջ շաբաթ երկնքից ուղարկված պատգամաբերի ճանապարհը փակել։ Մտածիր, թե դա ինչա բացահայտում են աշխարհի բնույթի մասին, որտեղ մենք ապրում ենք։ Քաղաքական հակամարտությունները, որոնք մենք տեսնում ենք լուրերում, ամբողջ պատկերը չեն։ Տեսանելի աշխարհի հետևում պատերազմն ընթանում, որի մասին մարդկանց մեծ մասը երբեք չի լսել, եւ միայն Միքայելն Աստծո գլխավոր հրեշտակը միջամտեց ու կոտրեց շրջափակումը, որպեսզի պատգամը վերջապես հասներ Դանիելին։ Այնուհետև Դանիել 10:20-ում հրեշտակը Դանիելին ասում է մի բան, որը պատկերը ել ավելի է ընդլայնում։ Նա ասում է, երբ ես այստեղից գնամ, Հունաստանի իշխանն է գալու։ 2 տարածքային ոգիներ, 2 գլխավոր չարեակներ, որոնք կառավարում են 2 հաջորդական համաշխարհային կայսրություններ։ Սկզբում Պարսկաստանը, հետո Հունաստանը։ Աստվածաշունչը բացում է վարագույրը եւ ցույց տալիս Դանիելին այն, ինչ մարդկանց մեծ մասը երբեք չի տեսնում։ Երկրի վրա յուրաքանչյուր աշխարհաքաղաքական ուժի հետևում գործում է հոգևոր հիերարխիա անտեսանելի ոլորտում։ Կան հրեշտակվեր, կան գլխավոր հրեշտակներ, ինչպես Միքայելը։ Եվ հակառակ կողմում կան իշխանություններ, դևային կառավարիչներ, որոնք նշանակված են ազգերին կառավարելու, տարածքների վրա հոգևոր պատերազմը ղեկավարելու եւ Աստծո նպատակներին երկրի վրա հակադրվելու համար։ Սա շատ կարևոր է, որովհետև Դանիել 12:1-ում հետո ասվելու է հետևյալը. Այդ ժամանակ Միքայելը, մեծ իշխանը, որ քո ազգի վրա հսկող է կանգնած, կբարձրանա։ Գլխավոր հրեշտակը, որը դարեր շարունակ կուլիսների հետևում պայքարել է տարածքային դևերի դեմ, պատրաստում է դուրս գալ մարդկության պատմության գլխավոր բեմ։ Եվ երբ Միքայելը կանգնում է, մարդկության պատմության ամենասարսափելի ժամանակաշրջանն է սկսվում։ Ոչ թե տարածաշրջանային հակամարտություն, ոչ էլ տեղային աղետ, այլ համաշխարհային նեղություն, որին նախադեպ եւ նմանություն չկա։ Սա է իրադարձությունը, որի վրա կառուցվում է այս ամբողջ տեսանյութը։ Բայց մինչ Դանիելը կտեսնի վերջը, Աստված նրան ցույց է տալիս օրինակը, սարսափի պատմական նախատիպը, որը մոտենում է։ Դանիելի 11-րդ գլուխը պարունակում է ամբողջ Աստվածաշնչում պատմականորեն ամենաճշգրիտ մարգարեություններից մեկը։ Այն ճշգրիտ հաջորդականությամբ նկարագրում է պարսկական եւ հույն կայսրությունների վերելքն ու անկումը, այնպիսի մանրամասնությամբ, որ հնագույն քննադատները մեղադրում են գիրքը իրադարձություններից հետո գրված լինելու մեջ։ Այդ մեղադրանքն ինքնին վկայուն է մարգարեության ճշգրտության մասին։ Մանրամասները հենց այդքան ճշգրիտ են։ Դանիել 11:31-ում գրվածը նրա կողմից զորքեր կգան, կպղծեն տաճարը եւ ամրոցը, կվերացնեն մշտական ողջակեզը եւ կդնեն ամայացնող գարշելիքը։
Մթ 167 թվականին Սելևկյան թագավոր Անտիոքոս 4-րդ Էպիփանեսը ներխուժեց Երուսաղեմ։ Նա քայլեց տաճար, անցավ արտաքին բակերը, անցավ ներքին բակերը եւ ուղիղ մտավ սրբությունների սրբոց երկրի վրա ամենասուրբ վայրը, այն սենյակը, որտեղ Աստծո ներկայությունն էր բնակվում։ Նա զոհասեղանի վրա կանգնեցրեց հունական Զևս Աստծո զոհասեղանը Աստծո զոհասեղանի վրա, նա դրա վրա խոզ զոհաբերեց, ապա տաճարի ներսում կանգնեցրեց Զևսի արձանը եւ պահանջեց, որ նրան երկրպագեն։ Այս արարքը այնքան սարսափելի էր, այնքան խորապես վիրավորական ամեն ինչի համար, ինչ հրեաները սուրբ էին համարում, որ այն բորբոքեց մակաբեական ապստամբությունը գերիական պատերազմ, որը վարում էին հրեա քահանաներն ու գյուղացիները տարածաշրջանի ամենահզոր ռազմական ուժի դեմ։ Բոլոր հավանականություններին հակառակ, այդ ապստամբությունը ի վերջո հաջողվեց։ Տաճարը ազատագեմեց։ Զոհասեղանը քանդվեց եւ նորից կառուցվեց։ Սրբարանը մաքնկեց։ Եվ տաճարի վերանվիրումը Անտիոքոսի պղծումից հետո մինչ օրս նշվում է որպես Հանուկա լույսերի տոն։ Դանիելի մարգարեությունը կատարվեց կատարյալ ճշգրտությամբ։ Ապականությունն ուներ դեմք։ Այն ուներ պատմական նախատի։ Օտարտիրակալը մտավ սուրբ վայրը, դադարեցրեց զոհաբերությունները, կուռք կանգնեցրեց եւ իրեն հայտարարեց Աստված։ Բայց սա միայն առաջին դեպքն էր։ Դանիելը հստակ նշեց, որ դա կրկին է լինելու։ Դանիելի 9-րդ գլուխը պարունակում է ամբողջ Աստվածաշնչի մարգարեություններից ամենամաթեմատիկորեն ճշգրիտ ժամանակացույցը 70 շաբաթների մարգարեությունը։ Հրեշտակ Գաբրիելը հայտնվեց Դանիելին եւ նրան տվեց 490 տարվա հետհաշվարկ մինչև Մեսիայի գալուստը։ Հետհաշվարկը սկսվեց Երուսաղեմը վերականգնելու եւ վերակառուցելու հրամանով։ Այդ 70 շաբաթներից 69-ը, որոնցից յուրաքանչյուր շաբաթը ներկայացնում է 7 տարվա ժամանակաշրջան, կատարվեցին ճշգրիտ այն ժամանակ, երբ Հիսուս Քրիստոսը մտավ Երուսաղեմ այն օրը, որը մենք այժմ կոչում ենք Ծաղկազարդ, մինչև տարվա ճշգրտության։ Սա աստվածաբանական կարծիք չէ։ Սա մաթեմատիկական հաստատում է, որը տարբեր ավանդույթների գիտնականներ ուսումնասիրել եւ հաստատել են դարեր շարունակ։ Ժամանակացույցի ճշգրտությունը Դանիելի գրքի գերբնական ծագման ամենաուժեղ փաստարկներից մեկն է։ Բայց 70-րդ շաբաթը, վերջին 7 տարվա ժամանակաշրջանը, դեռ չի կատարվել։ 69-րդ շաբաթից մինչև 79-րդ շաբաթը բաց է մնացել։ Եկեղեցու դարաշրջանը, այսինքն այն ժամանակաշրջանը, որում մենք հիմա ապրում ենք, գոյություն ունի այդ բացի մեջ։ Դանիել 9:27-ը նկարագրում է, թե ինչ է տեղի ունենում, երբ սկսվում է այդ վերջին շաբաթը։ Նա շատերի հետ մեկ շաբաթով ամուր ուխտ կկնքի, եւ շաբաթվա կեսին նա կդադարեցնի զոհաբերությունն ու ընծաները, եւ գարշելիքների թևի վրա կգա մեկը, ով ավերում է, մինչև որ որոշված վախճանը թափվի ավերողի վրա։ Քաղաքական առաջնորդը ուխտ է կնքում խաղաղության պայմանագիր կամ միջազգային համաձայնագիր, որում ներգրավված են բազմաթիվ ազգեր։ 3.5 տարի այդ համաձայնությունը ուժի մեջ է մնում։ Այնուհետև 7-ամյա ժամանակահատվածի կեսին հենց միջնամասում նա խախտում է ուխտը, դադարեցնում է բոլոր կրոնական պաշտամունքները եւ սրբավայրում դնում է ավերման գարշելիքը։ Սա է նշանը։ Սա է գործարկող իրադարձությունը։ Եվ հենց Հիսուս Քրիստոսն է իր աշակերտներին ասել, որ երբ տեսնեն այս հատուկ նշանը, ամեն ինչ փոխվում է։ Դանիելը այս նշանը տեսել է Քրիստոսից 600 տարի առաջ, բայց Դանիելը միակ վկան չէր, որովհետև հենց Հիսուսն էլ նստած էր Ձիթենյաց լեռան վրա եւ իր աշակերտներին ռազմական ճշգրտությամբ բացատրել է, թե ինչ պետք է անել, երբ այս նշանը հայտնվի։ Եվ այն ինչ նա ասաց, լրիվ հակառակն էր այն բանի, ինչ դուք կսպասեիք։ Մատթեոսի 24-րդ գլխում Հիսուսը նստած է Ձիթենյաց լեռան վրա իր աշակերտների հետ։ Նրանք հենց նոր նրան այն հարցն են տվել, որը շարժում է ամբողջ գլուխը, որն է քո գալստյան եւ դարաշրջանի ավարտի նշանը։ Նրա պատասխանը ամենամանրամասն մարգարեական բացատրությունն է ամբողջ նոր կտակարանում, եւ այդ բացատրության կենտրոնում նա ուղիղ անունով մատնանշում է մարգարե Դանիելին։ Մատթեոս 24:15-20 Երբ տեսնեք այն ամոթալի ավերածությունը, որի մասին խոսել է մարգարե Դանիելը, կանգնած սուրբ վայրում, թող ընթերցողը հասկանա։ Այն ժամանակ նրանք, ովքեր հրեաստանում են, թող փակչեն լեռները,
Ով տանիքի վրա է, թող չիջնի, որ իր տան իրերը վերցմի, եւ ով գաշտում է, թող չվերադառնա իր վերարկում վերցնելու։ Վայ հղի կանանց եւ կրծքով կերակրողներին են օրերին։ Աղոթեք, որ ձեր փախուստը չլինի ձմռանը կամ շաբաթօրը։ Կարդացեք, թե ինչ անում Հիսուսը այստեղ։ Նա պոետիկ չէ։ Նա առակ չի սովորեցնում։ Նա փոխաբերություններով չի խոսում։ Նա տալիս է ռազմական մակարդակի տարհանման հրահանգներ դաշտային հրամանատարի ճշգրտությամբ, ինչպես մարտից առաջ զինվորներին հրահանգելիս։ Յուրաքանչյուր հրահանգ կոնկրետ է։ Յուրաքանչյուրն անդրադառնում է տարբեր իրավիճակի։ Եթե Հրեաստանում ես, փախիր լեռները, քաղաքները անմիջապես թողեք, մի սպասեք պաշտոնական հայտարարությունների, մի սպասեք կրոնական առաջնորդների հաստատմանը։ Գնացեք։ Եթե տանիքի վրա եք, առաջին դարում տանիքը բնակելի տարածք էր, որտեղ մարդիկ ուտում էին եւ քնում էին տաք եղանակին։ Մի իջեք տուն ձեր իրերը վերցնելու համար։ Եթե դաշտում եք աշխատում, թողեք ձեր գործիքները։ Մի գնացեք տուն նախ, ուղիղ գնացեք լեռները։ Աղոթեք, որ սա չպատահի ձմռանը, որովհետև ձմռանը լեռներով ճանապարհորդելը մահացու է։ Լեռնանցքները սարչուդեր, ճանապարհները դառնում են անանցանելի։ Աղոթեք, որ սա չպատահի շաբաթօրը, որովհետև շաբաթվա սահմանափակումները կփակեն քաղաքի դարպասները եւ կսահմանափակեն, թե որքան հեռու կարող եք օրինականորեն գնալ։ Հետո 21-րդ խոսքը։ Որովհետև այն ժամանակ մեծ նեղություն կլինի, ինչպիսին չի եղել աշխարհի սկզբից մինչև հիմա, եւ այլևս չի լինի։ Եթե այդ օրերը չկրճատվեին, ոչ ոք չէր փրկվի, բայց ընտրյալների համար այդ օրերը կկրճատվեն։ Ահա այն պահը, որի համար այս տեսանյութը կառուցվում էր այն պահից, երբ վերնագիրը հայտնվեց ձեր էկրանին։ Այս տեսանյութի վերնագիրը ասում է մնացեք տանը։ Հիսուսն ասում է ճիշտ հակառակն։ Երբ այս նշանը հայտնվի, ձեր տունը ամենավտանգավոր տեղն է, որտեղ կարող եք լինել։ Բոլոր բնական ինքնապաշտպանական բնազդները, որոնք ասում են ձեզ մնալ տեղում, փակել դռները, մնալ ներսում, սպասել, սխալ են։ Հրամանը թաքնվելը չէ։ Հրամանը փախչելն է անմիջապես, առանց հափաղելու, առանց հետ նայելու։ Մնալը անվտանգություն չէ։ Մնալը մահ է, եւ սա տեսական չէ։ Սա ապագայի մի սցենար չէ, որ նախադեպ չունի։ Այս հրամանը արդեն փորձարկվել է իրական պատմության մեջ եւ այն ունի կատարյալ հաջողության տոկոս։ Եսարիայի պատմիչ Եվսեբիոսը իր եկեղեցական պատմություն գրքի 3-րդ գրքի 5-րդ գլխում արձանագրում է, որ հռոմեական կայսրության կողմից Երուսալեմի ավերակներից առաջ մթ 70 թվականին Երուսալեմի քրիստոնեական համայնքը մարդկարեական նախազգուշացում է ստացել հենց Հիսուսի այս խոսքերի հիման վրա եւ փախել է քաղաքից։ Նրանք հավաքել են իրենց ընտանիքները, թողել են իրենց տները եւ ապրուստի միջոցները, անցել Հորդանան գետը եւ գնացել Դեկապոլիսի լեռներում գտնվող Փելլա անունով փոքր քաղաքը։ Նրանց հեռանալուց ընդամենը մի քանի ամիս անց հռոմեական զորահրամանատար Տիտոսը 4 ամբողջական լեգիոններով պաշարեց Երուսաղեմը։ Պաշարումը տևեց 5 ամիս։ Հռոմեական պատմիչ Հովսեփոսը, ով անձամբ ականատես է եղել ավերածություններին, արձանագրում է, որ զոհերի թիվը մոտավորապես 1.100.000 մարդ էր։ Տաճարը ամբողջությամբ այրվեց եւ հողին հավասարվեց։ Տաճարի ոսկին հալվեց եւ հոսեց հսկայական հիմքի քարերի ճեղքերում, եւ հռոմեացի զինվորները բառացիորեն քարը քարի վրա չթողնելով քանդեցին տաճարը այն դուրս բերելու համար, այսպիսով բառացիորեն կատարելով Հիսուսի մարգարեությունը Մատթեոս 24:2-ում։ Քարը քարի վրա չի մնա։ Այն քրիստոնյաները, ովքեր ենթարկվեցին հրամանին, փրկվեցին։ Այն մարդիկ, ովքեր բառացիորեն ընդունեցին նախազգուշացումը, ապրեցին։ Այն մարդիկ, ովքեր անտեսեցին են, մահացան։ Սա է այս մարգարեության պատմական փաստագրությունը։ Սա ենթադրություն չէ, սա փաստագրված պատմություն է։ Եվ Պողոսը հաստատեց նույն իրադարձությունը հարությունից տասնամյակներ անց։ Երկրորդ Թեսաղոնիկեցիներին ուղարկված նամակի 2-րդ գլխում 3-ից 4 համարներում նա գրում է. «Թող ոչ ոք ձեզ ոչ մի կերպ չխաբի, որովհետև այդ օրը չի գա, եթե նախ ապստամբությունը չգա եւ չհայտնվի անօրեն մարդը կորստյան որդին, ով հակառակվում եւ բարձրացնում է իրեն ամեն կոչված Աստծու կամ պաշտամունքի առարկայի դեմ, այնպես որ նստում է Աստծու տաճարում իրեն հայտարարելով Աստված»։
Պողոսը անարգանքի արհավիրքը ներկայացնում է մարդկային տեսանկյունից։ Դա պարզապես տաճարում դրված մի առարկա չէ, դա մարդ է, մի տղամարդ, ով մտնում է Աստծու տաճարն ու իրեն հայտարարում է Աստված։ Սա լիովին համընկնում է Անտիոքոսի օրինաչափության հետ, իշխանը մտնում է Սուրբ վայրը եւ հայտարարում է իր աստվածային իշխանությունը։ Բայց Պողոսը նկարագրում է վերջնական տարբերակը։ Երեք վկայության կառուցվածքը այժմ ամբողջական է։ Դանիելը մարգարեացել է այդ մասին Քրիստոսից 600 տարի առաջ։ Հիսուս Քրիստոսը զգուշացրել է դրա մասին իր երկրային ծառայության ընթացքում։ Պողոսը հաստատեց դա իր նամակներում ուղված վաղ եկեղեցուն։ 3 անկախ վկա 6 դարերի ընթացքում բոլորը նկարագրում են նույն իրադարձությունը, բոլորը տալիս են նույն զգուշացումը։ Հիսուսը Լուկաս 17:32-ում հրամանի հրատապությունը ընդգծում է ընդամենը 2 բառով. հիշեք Լոտի կնոջը։ Ինչու է Հիսուսը հենց այս պահին վերադառնում Ծննդոց գրքին։ Որովհետև նմանությունը ճշգրիտ է։ Ծննդոց 15-րդ գլխում Աստված հրամայեց Լոտին եւ նրա ընտանիքին փախչել Սոդոմից եւ չնայել ետ։ Հրեշտակները ֆիզիկապես բռնեցին նրանց ձեռքերը եւ դուրս բերեցին քաղաքից։ Եվ նույնիսկ այդ աստվածային միջամտությունից հետո Լոտի կինը շրջվեց։ Մի հայացք ետ եւ նա դարձավ աղի սյուն։ Հիսուսը ուղղակի եւ դիտավորյալ զուգահար է անցկացնում։ Սոդոմի կործանումը եւ գալիք նեղությունը նույն աստվածային դատաստանի կատեգորիայում են եւ փրկության կանոնը նույնն է։ Մի հափաղիր, մի նայիր ետ։ Մի զգա այն ամենի համար, ինչ թողնում ես։ Շարժվիր։ Օրինաչափությունը անխախ կրա։ Լոտը փախավ Սոդոմից եւ փրկվեց։ Քրիստոնյաները փախան Երուսաղեմից եւ փրկվեցին, ովքեր հապաղեցին կամ մնացին կործանվեցին։ Այս մարգարեությունը տեսական չէ։ Սա գոյատևման ձեռնարկ է եւ այն ունի կատարյալ պատմական արձանագրություն։ Դանիելը քեզ թիվ տվեց, ոչ թե միջակայք, ոչ թե մոտավոր գնահատական, այլ կոնկրետ օրերի հաշվարկ, եւ այն սկսվում է հենց նշանի հայտնվելու պահից։ Դանիելը, Հիսուսը եւ Պողոսը բոլորը նկարագրել են նույն իրադարձությունը։ Պատմությունը Պելլայում ապացուցեց, որ այս նախազգուշացմանը հնազանդվելը փրկում է կյանքեր։ Հիմա, ահա թե ինչ է պահանջում մարգարեությունը, նախքան այն կարող է իրականանալ։ Վերադարձիր Դանիել 12:1-ին։ Այդ ժամանակ Միքայելը, մեծ իշխան, ով պաշտպանում է քո ժողովրդին, կբարձրանա։ Կլինի նեղության ժամանակ, ինչպիսին չի եղել ազգերի սկզբից մինչև այդ պահը։ Բայց այդ ժամանակ քո ժողովուրդը, բոլոր նրանք, ում անունը գրված է գրքում, կփրկվեն։ Հիմա դա ուղղակիորեն համեմատիր Մատթեոս 24:21-ի հետ։ Որովհետև այն ժամանակ մեծ նեղություն կլինի, ինչպիսին չի եղել աշխարհի սկզբից մինչև հիմա։ Ոչ, եւ երբեք չի լինի։ Դանիելն ու Հիսուսը գործածում են գրեթե նույնական լեզու իրարից 600 տարի հեռավորությամբ։ Նրանք նկարագրում են նույն իրադարձությունը, մարդկային տառապանքի նույն աննախադեպ շրջանը, նույն տիեզերական շրջադարձային պահը։ Եվ հիշիր, թե ինչ սովորեցինք Դանիել 10-ը։ Միքայելը պայքարում էր տարածքային դևերի դեմ անտեսանելի հոգևոր ոլորտում, հետ էր պահում իշխանություններին, կոտրում էր շրջափակումները, պայքարում էր Պարսկաստանի եւ Հունաստանի իշխանների դեմ։ Երբ Դանիել 12:1-ում ասվում է, որ Միքայելը կբարձրանա, սա փոքր փոփոխություն չէ։ Սա տիեզերական սրացում է, գերագույն հրեշտակը, ով դարեր շարունակ կուլիսների հետևում զսպում էր դևային ուժերը, առաջ է գալիս եւ զսպումը հանվում է։ Մարդկության պատմության ամենավատ շրջանը պարզապես քաղաքական կամ ռազմական իրադարձություն չէ։ Դա հոգևոր ոլորտում տեղի ունեցած փոփոխության ուղիղ հետևանքն է։ Միքայելը կանգնում է եւ ամեն ինչ փոխվում է։ Դանիել 12:7-ը ներկայացնում է ժամանակացույցը ժամանակ, ժամանակներ եւ կես ժամանակ, ինչը լայնորեն հասկացվում է որպես 3.5 տարի կամ 1260 օր։ Նույն այս տևողությունը հանդիպում է հայտնություն 12-14-ում։ Այն ներկայացնում է մեծ նեղության տևողությունը աննախադեպ տառապանքի շրջանը, որը հաջորդում է ամայացման գարշելիությանը։ Այնուհետև Դանիել 12:11-ը ներկայացնում է մի բացառիկ բան, մի բան, որ Աստվածաշնչի ոչ մի այլ մարգարե չի առաջարկում։ Այն պահից, երբ մշտական ողջակեզը դադարում է եւ ամայացնող գարշելիությունը դրվում է, կլինի 1290 օր։
Կարդացեք դա նույն։ Աստվածաշնչի ոչ մի այլ մարգարե ձեզ նման ճշգրիտ օրերի հաշվարկ չի տալիս։ Ոչ Եսայան, ոչ Երեմիան, ոչ Եզեկիելը, միայն Դանիելը։ Նա ձեզ տալիս է ժամացույց ճշգրիտ, հետևելի, հաշվելի օրերի հաջորդականություն 1290 օր, որոնք սկսվում են հենց այն պահից, երբ հայտնվում է ամայացման գարշելիությունը։ Դանիել 12:12-ը ավելացնում է ևս մեկ շերտ. Երանի նրան, ով համբերում է և հասնում է 1335 օրվան։ Դա 45 լրացուցիչ օրա 1290-ից հետո։ Յուրաքանչյուր նշագծի ժամանակ ինչ-որ կոնկրետ բան է տեղի ունենում։ Սրանք պատահական թվեր չեն, դրանք մարգարեական փուլերի նշաններ են և նշանակում են, որ երբ ամայացման գարշելիությունը տեղադրվում է, սկսվում է բառացի հետ հաշվարկ, որը կարելի է հետևել օրացույցի վրա մինչև ճշգրիտ օրը։ Դանիելը 8-րդ համարում տվեց այն հարցը, որը այս տեսանյութի յուրաքանչյուր դիտող մտածում է. ինչպես այս ամենը վերջապես ավարտվելու, Տեր։ Իսկ 9-րդ համարի պատասխանը ապշեցուցիչ է։ Գնա հիմա Դանիել, որովհետև այն ինչ ես ասել եմ, պահված է գաղտնի և կնքված մինչև վերջի ժամանակը։ Մարգարեությունը կնքված էր։ Այն նախատեսված չէր, որ Դանիելի սերունդը լիովին հասկանա։ Այն նախատեսված չէր, որ վաղ եկեղեցին վերծանի այն։ Այն նախատեսված չէր միջնադարյան գիտնականների համար, ովքեր մոմի լույսի տակ էին ուսումնասիրում են։ Այն կնքված էր, փակված, ապահովված հենց Աստծո կողմից մինչև այն սերունդը, որին իրականում դա պետք էր, այն սերունդը, որը կենդանի կլիներ, երբ այս իրադարձությունները սկսեին բացվել։ Սա նշանակում է, որ եթե այսօր մենք ավելի ու ավելի հստակ ենք հասկանում այս մարգարեությունը, եթե կտորները դառնում են տեսանելի այնպես, ինչպես երբեք չեն եղել, հենց դա կարող է լինել ցուցիչ, թե որտեղ են գտնվում մարգարեական ժամանակագրության մեջ։ Դանիելի 3.5 տարվա ժամանակահատվածը Աստվածաշնչում հաստատվում է զարմանալի հետևողականությամբ։ Հայտնություն 11-րդ գլուխ 2-րդ համար 42 ամիս։ Հայտնություն 11-րդ գլուխ 3-րդ համար 1260 օր։ Հայտնություն 12-րդ գլուխ 6-րդ համար 1260 օր։ Հայտնություն 12-րդ գլուխ 14-րդ համար ժամանակ, ժամանակներ և կես ժամանակ։ Հայտնություն 13-րդ գլուխ 5-րդ համար իշխանություն տրված է 42 ամսով։ Դանիելի և հայտնության 5 անկախ հղումներ բոլորը միահյուսվում են նույն 3.5 տարվա ժամանակահատվածի վրա։ Մարգարեական վկայությունը համաժամեցված է։ Ժամացույցը հետևողական է։ Հետհաշվարկը իրատար է։ Որպեսզի ամայության գարշելիքը կրկին կատարվի, 3 կառուցվածքային պայման պետք է բավարարվեն։ Սրանք ենթադրություններ չեն, դրանք մարգարեության մեխանիկական պահանջներն են, որոնք անմիջապես վերցված են տեքստից։ Նախ Դանիել 9.27 և Մատթեոս 24.15-ը երկուսն էլ հիշատակում են Սուրբ վայրը և Աստծո տաճարը։ Գարշելիքը պետք է կանգնի կոնկրետ վայրում, այն տեղում, որը բացառապես նախատեսված է Աստծո ներկայության համար։ Դա պահանջում է, որ Երուսաղեմում Սուրբ վայր գոյություն ունենա։ Ներկայումս տաճարի լեռը զբաղեցված է վեմի գմբեթով, սակայն Երուսաղեմի տաճարի ինստիտուտը տասնամյակներ է, ինչ պատրաստվում է հենց այս նպատակով։ Քահանայական հանդերձները պատրաստվել են ելքից բերված ճշգրիտ չափանիշներով։ Տաճարի սպասքը վերականգվել է ըստ բնօրինակ աստվածաշնչյան նախագծերի։ Երրորդ տաճարի ճարտարապետական նախագծերը արդեն կազմվել են։ Կարմիր հորթեր, որոնք անհրաժեշտ են Մովսեսի թվոց 15-րդ գլխում նկարագրված մաքրման արարողության համար, արդեն հայտնաբերվել և զնվել են։ Պատրաստությունները տեսական չեն։ Դրանք ֆիզիկատան են, դրանք ֆինանսավորվում են, դրանք շարունակվում են։ Երկրորդը Դանիել 12:11-ում ասվում է, որ մշտական ողջակեզը կվերացվի։ Գրքերը պահանջում են, որ ամենօրյա զոհաբերությունները դադարեցվեն, ինչը նշանակում է, որ դրանք նախ պետք է վերականգնվեն։ Զոհաբերական պաշտամունքը դադարեցվել է տաճարի կործանումից մեր թվարկության 70 թվականին։ Այդ համակարգը պետք է վերականգնվի, որպեսզի Դանիելի ժամացույցը սկսի աշխատել։ Երրորդը Դանիել 9:27-ում նկարագրվում է առաջնորդ, ով ամուր ուխտ է կնքում շատերի հետ մեկ շաբաթով։ Պետք է հայտնվի քաղաքական գործիչ, ով միջնորդում է մի քանի ազգերի մասնակցության պայմանագիր և այնուհետև կիսով չափ խախտում այն։ Նման գործարքի համար աշխարհաքաղաքական կառուցվածքը պետք չէ երևակայել։ Այն կառուցվում է իրական ժամանակում։
Բոլոր նախապայմանները հիմնված են Սուրբ Գրքի վրա։ Ժամանակակից պայմանները մարգարեությունը չեն առաջացնում, այլ հաստատում են։ Բայց Հիսուսը միայն գարշելույթյան մասին չէր զգուշացնում։ Նա զգուշացնում էր նաև այն ամենի մասին, ինչ կշրջապատի դա, եւ այս զգուշացումը նույնքան կարևոր է։ Մատթեոս 24:4-5 Զգույշ եղեք, որ ոչ ոք ձեզ չմոլորեցնի, քանի որ շատերը կգան իմ անունով ասելով ես եմ Քրիստոսը եւ շատերին կմոլորեցնեն։ Մատթեոս 24:24 Քանի որ կեղծ Քրիստոսներ եւ կեղծ մարգարեներ կծագեն եւ մեծ նշաններ ու հրաշքներ կանեն, որպեսզի եթե հնարավոր լինի, մոլորեցնեն նույնիսկ ընտրյալներին։ Ուշադրություն դարձրեք, եթե հնարավոր լինի արտահայտությանը։ Հիսուսն ասում է, որ մոլորեցումը այնքան նուրբ, այնքան համոզիչ, այնքան գերբնական ուժով կլինի, որ նույնիսկ ընտրյալներին կխաբեր, եթե դա հնարավոր լիներ, բայց դա հնարավոր չէ, որովհետև ընտրյալները ճանաչում են Աստծո խոսքը, նրանք ամեն ինչ ստուգում են Սուրբ Գրքի համաձայն, նրանք նշանների հետևից չեն գնում, նրանք հովի հետևից են գնում։ Եվ քանի որ նրանք ճանաչում են նրա ձայնը, չեն կարող մշտապես մոլորվել կեղծիքի կողմից, անկախ նրանից, թե որքան համոզիչ է այն թվում։ Պողոսը հաստատում այս մոլորեցման բնույթը Թեսաղոնիկեցիներին ուղված երկրորդ նամակում, 2 գլուխ 9-ից 11 համարներում։ Անօրենը կգա սատանայի ներգործությամբ ամեն զորությամբ, կեղծ նշաններով ու հրաշքներով, եւ ամեն չար մոլորեցմամբ նրանց համար, ովքեր կորստյան մեջ են, որովհետև նրանք չսիրեցին ճշմարտությունը։ Մեծ նեղությունը պարզապես հալատանքի շրջան չէ, դա գայթակղության շրջան է։ Այն հոգևոր միջավայրը, որը կշրջապատի գարշելիությունը, կբնութագրվի կեղծ հրաշքներով, կեղծ խաղաղությամբ եւ կրոնական համակարգերով, որոնք այնքան մոտ կլինեն ճշմարտությանը, որ կգրավեն մեծ ամասնությանը։ Մոլորեցումը կլինի բարդ, կրոնական, ճիշտ թվող եւ այն կխաբի մարդկանց մեծ մասին։ Երկրորդ Տիմոթեոսին ուղված նամակի 3-րդ գլուխը, 1-5 համարները սարսափելի ճշգրտությամբ նկարագրում են այդ ժամանակաշրջանի բարոյական մթնոլորտը։ Մարդիկ կլինեն իրենց անձի սիրահարներ, ագահ, գոռոզ, հպարտ, հայհոյող, ծնողներին անհնազանդ, անշնորհակալ, անսուրբ, կունենան աստվածապաշտության ձև, բայց կուրանան նրա զորությունը, նմաններից հեռու մնա։ Հասարակություն, որը լի է ինքնապաշտամունքնով եւ ինքնագովազդով, հավաքական մշակույթ, որը տոնում է այն, ինչ Աստված դատապարտում է եւ ծաղրում է այն, ինչ Աստված պատվում է, կրոն, որը կրում է ճիշտ հագուստը եւ օգտագործում է ճիշտ բառապաշարը, բայց չունի որևէ իրական հոգեվոր զորություն կամ տարբերակողություն։ Սա այն միջավայրն է, որտեղ կհայտնվի գարշելիությունը, եւ մեծ մասը չի ճանաչի այն, որովհետև նրանք արդեն հոգևորապես թմրեցված են տասնամյակների փողզիջումներով։ Ամենավտանգավոր բանը, որ քրիստոնյան կարող է անել վերջին օրերին, ֆիզիկապես անպատրաստ լինելը չէ, դա հոգևորապես չտարբերակելն է։ Այն մարդիկ, ովքեր կփրկվեն, ամենաուժեղները կամ ամենաշատ ռեսուրս ունեցողները չեն լինի։ Նրանք կլինեն նրանք, ովքեր իրենց Աստվածաշունչը այնքան լավ գիտեն, որ կեղծը կճանաչեն, երբ այն կանգնի սուրբ վայրում։ Մարգարեությունը իրական է։ Նշանը հստակ է։ Հաշվարկը ճշգրիտ է, խաբեությունը ձևավորվում է։ Բայց Դանիել 12-ի մեջ կա մի տող, որը փոխում է ամեն ինչ, որովհետև այն քեզ հստակ ասում է, թե ով է փրկվում, եւ դա ոչ մի կապ չունի աշխարհագրության, պատրաստվածության կամ քաղաքականության հետ։ Այն ամբողջությամբ կապված է գրքի հետ։ Վերադարձիր են համարին, որով սկսվեց այս ամբողջ հետաքննությունը, Դանիել 12:1։ Այդ ժամանակ քո ժողովուրդը, բոլոր նրանք, ում անունը գրված է գրքում, կփրկվեն։ Կարդա, թե ինչ չի ասում Դանիելը։ Նա չի ասում, որ լավագույն փրկության պլան ունեցող մարդիկ կփրկվեն։ Նա չի ասում, որ ամենաշատ սնունդ պահեստավորած մարդիկ կփրկվեն։ Նա չի ասում, որ ամենաապահով երկիշ տեղափոխվածները, ճիշտ պարագաներ գնացները կամ ամենաուժեղ ապաստարան կառուցածները կփրկվեն։ Նա չի ասում, որ ամենահարուստները, ամենաշատ կապեր ունեցողները կամ ամենաքաղաքականապես պաշտպանվածները կփրկվեն։ Նա ասում է, որ նրանք, ում անունները գրված են գրքում, կփրկվեն։ Սա նույն գիրքն է, որի մասին հիշատակվում է Հայտնություն 20:15-ում։ Ով հուզ անունը գրված չէր կյանքի գրքում, նետվեց կրակի լիճը։
Դանիելը եւ Հովանեսը, որոնց միջև ավելի քան 6 դար է, մատնանշում են նույն աստվածային գրանցամատյանը, նույն վճռորոշ գրառումը, այն միակ փաստաթուղթը, որն արժեք ունի, երբ բոլոր մյուս համակարգերը փլուզվում են։ Այս տեսանյութի վերջնական հարցը այն չէ, արդյոք դու հասկանում ես նշանները, այլ արդյոք քո անունը գրքում է։ Հիսուսը քեզ ասում է՝ «Փահիր»։ Դանիելը ասում է, որ փրկությունը նրանցն է, ում անունները գրքում են։ Սրանք հակասական հրամաններ չեն, դրանք լրացնող են։ Ֆիզիկական փախչելու հրամանը հավատքի փորձություն է։ Քրիստոնյաները, ովքեր փախան Պելա, չփրկվեցին այն պատճառով, որ Պելան ավելի լավ պարիսպներ ուներ, քան Երուսաղեմը։ Նրանք փրկվեցին, որովհետև Հիսուսի խոսքերին այնքան հավատացին, որ գործեցին դրանց համաձայն հսկայական